Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ ստորագրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր ելույթում թվելով իր վարչակազմի օրոք դադարեցված պատերազմները խոսել է նաև հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցման եւ հարաբերությունների կարգավորման մասին։ Նա ասել է, որ այդ երկրների շատերի առաջնորդները այժմ իր ընկերներն են։ Օկուպացված Արցախում հուղարկավորված զինվորների հարազատները Հայաստանի կառավարությունից պահանջում են արտաշիրիմում անել եւ իրենց հարազատների մարմինները տեղափոխել Հայաստան։ Նրանք այսօր պահանջագիր են ներկայացրել գործադիրին։ Եթե իրենց հարցին պատասխան չլինի, պատրաստվում են նստացույց սկսել։ Իրենք Արցախից վերադառնալուց հետո դիմել են այս շենքում նստածին եւ ասել են, որ պետք է արտաշիրիմում արվի, այսինքն Արցախից մի քանի անգամ արտաշիրիմում պետք է արվի, բերվի այստեղ, որպեսզի իրենք կարողանան խնկարկեն, պատշաճ իրենց հարազատների շիրիմներին կարողանան այցելել։ Այնտեղ ոչ շիրմաքար կա, ոչ կահավորված են այդ գերեզմաները։ Պարզապես ադրբեջանցիների ոտքի տակ են այդ գերեզմաները։ Եվ որևէ արձագանք, որևէ պատասխան չի եղել։ Ասեմ ավելին, Տիկին Բելան ինձ ուղարկել է մի նամակ, որ ուղարկել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, Արարատ Միրզոյանը փոխարենը ինքը գոնե մեկ մարդու ընդունի պատասխանի, Արարատ Միրզոյանի լրատվական բաժինը պատասխանել է Տիկին Բելային լրատվական բաժինը եւ երկու տողանոց նամակ, որտեղ ասվել է, որ մենք միշտ բարձրաձայնում ենք, դե կներեք էլի, որ դուք միշտ բարձրաձայնում եք։ Զոհված զինվորների մայրերը տեսնում են, թե ինչպես են օկուպացված Արցախում ադրբեջանցիները պղծում որդիների գերեզմանները։ Թշնամու տարածած տեսանյութերը անասելի ցավ ու զայրույթ են առաջացնում մեր հայրենակիցների սրտերում։ Այս նամակը կհանձնենք այստեղ նամակների բաժին, տեսեք Բորիսը ասաց, որ եթե չընդունի, նստացույց ենք անելու, որովհետև եթե ցորեն, բրինձ, մակարոն եւ այլ բերում եք, բերեք սա մինչև այս մարդկանց Արցախ վերադարձի հարցը կլուծվի։ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազին եւ մարդու իրավունքների պաշտպանին։ Փաստաբանը պահանջել է քրեական հետապնդում սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արդարադատության, ներքին գործերի եւ առողջապահության նախարարների, ինչպես նաեւ քրեկատարողական հիմնարկների պետերի նկատմամբ։ Ըստ հաղորդման, նրանց գործողությունները պարունակում են պաշտոնեական անփոթության եւ լիազորությունների չարաշահման հատկանիշներ, քանի որ պատշաճ բժշկական վերահսկողության բացակայությունը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների եւ կրկնել Արմեն Գրիգորյանի ողբերգական ճակատագիրը։ Պաշտպանի խոսքով Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հալածանք եւ անմարդկային վերաբերմունք։ Փոստանջյանի պնդմամբ Ղուկասյանի կալանքն ու բժշկական օգնության մերժումը Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հանրային կոչի իրագործումն է, նպատակ ունենալով նրան դուրս մղել հանրային կյանքից։ Ունենանք նման դեպքերում եւ փաստ չի որ չունենք։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանացյանը լրագրողների զրույցում անդրադարձել է կալանավորված Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակին եւ վիրահատության անհրաժեշտությանը։ ՄԻՊ-ը նշել է, որ անձամբ է միջամտել պրոցեսին եւ պետական մարմիններից պահանջել է անհապաղ կազմակերպել վիրահատությունը, եթե դրա բժշկական ցուցումը կա։ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների գործունեության մեթոդաբանությունն այն է, որ այցեր պետք է իրականացվեն բացառապես այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ՄԻՊ-ի լիազորություններին վերաբերելի տեղեկատվություն ձեռք բերելու համար։ Մանասյանը պարզաբանել է նաև, թե ինչու անձամբ չի այցելել հացադուլ հայտարարած Սամսոնյանին, նշելով, որ Հայաստանում տարեկան հարյուրավոր հացադուլի դեպքեր են գրանցվում եւ աշխատակազմն առաջնորդվում է հատուկ մեթոդաբանությամբ։ Ըստ պաշտպանի, իրենք մշտական կապի մեջ են քրեկատորողական հիմնարկի հետ եւ հետեւում են, որպիսի պետությունը կատարի իր բժշկական եւ սոցիալ-հոգեբանական պարտավորությունները հացադուլավորի նկատմամբ։
Իրանն ու Հայաստանը որպես հնագույն քաղաքակրթություններ պետք է հավատարիմ մնան բանականությանն ու երկխոսությանը։ Հայ ժողովրդին ուղված հոդվածում հայտարարել է մեր երկրում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Դեսպանն ընդգծել է, որ անկայունությունը հեշտությամբ է սկսվում, բայց դրա ավարտը երբեք հեշտ չէ, իսկ երկու ժողովուրդների պատմական փորձը պետք է ծառայի միմյանց ավելի լավ հասկանալու եւ իրար կողքին լինելու համար։ Հոդվածում Շիրղոլամին անդրադարձել է իր երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններին եւ դրանցից բխող դասերին։ Դեսպանը շեշտել է, որ ցանկացած հասարակության առաջընթացի համար կարևոր է հստակ սահման անցկացնել խաղաղ բողոքի եւ կործանարար բռնության միջև, քանի որ երբ բողոքը վերածվում է անկայունության, դրա առաջին զոհը դառնում է հենց հասարակությունը։ Հասցնել այն միտքը։ Հանրային քննարկումների առիթ են դարձել ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնտեսական 5 հեղափոխական քայլերը, որոնք հրապարակվել են անցած շաբաթ։ Փոքր բիզնեսին չհարկելու Կարապետյանի խոստման մասին են հիմնականում հարցնում մեր ձևով շարժմանը։ Համակարգող Նարեկ Կարապետյանը այսօր պատասխանել է հարցերին եւ շեշտել, որ չհարկվելու հնարավորությունից կօգտվեն փոքր խանութները, վարսավիրանոցները, ավտոլվացման կետերը եւ ծառայությունների ոլորտի այլ փոքր ձեռնարկությունները։ Ինչ հարց են մեզ տալիս, ասում են, իսկ ինչպես է բյուջեն այդ դեպքում դիմանալու։ Շատ լավ հարց է, շնորհակալ ենք, որ տալիս եք, բայց մի տարօրինակ թիվ ասեմ ձեզ։ Հայաստանում գործող ընկերությունը 70%-ը վճարում է հարկերի ընդհանուր բյուջեի ընդամենը 2.5%։ Այսինքն, ամբողջ փոքր բիզնեսը շրջանառության հարկով վճարում է ընդամենը մեր բյուջեի 2.5%-ը։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք ոչ թե 2.5% ենք գտնելու եւ ավելացնելու, այլ մեծ բիզնեսի եւ տարբեր տնտեսական ծրագրերի հաշվին տասնյակ տոկոսներ է բյուջեն ավելանալու եւ չի լինելու փոքր բիզնեսին հարկելու կարիքը։ Իսկ դուք պատկերացնում եք մի երկիր, որտեղ փոքր բիզնեսը չի հարկվում, փոքր բիզնեսը չի առնչվում հարկայինի հետ եւ միակ խնդիրը, որ պետությունը դնում է փոքր բիզնեսի առաջ, մեծանալ, դառնալ միջին բիզնես, այդ ժամանակ արդեն թող սկսի շահութարկ վճարել։ Բայց փոքր բիզնես լինելու ժամանակ պետությունը միայն խանգարելու քաղաքականություն է վարում։ Կապանի օդանավակայանը հնարավորություն ունի դառնալու միջազգային օդանավակայան։ Կառավարության նիստում հայտարարել է տարածքային կառավարման նախարարության փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Իրավական առումով այո, սակայն միջազգային օդանավակայան դարձնելու համար Սյունիքի օդանավակայանում պետք է համապատասխան սարքավորումներ եւ համապատասխան ներդրումներ իրականացվեն, որպեսզի սահմանային, մաքսային եւ այլ գործառույթներ ապահովող հնարավորություններ ստեղծվեն այդտեղ։ Սյունիք օդանավակայան ՍՊ-ի հետ Կապանի օդանավակայանի կնքած պայմանագրով կա որոշակի սահմանափակում։ Եթե կառավարությունը որոշում է որևէ օդանավակայան փոխակերպել քաղաքացիական, տեղական կամ միջազգային օդանավակայանի, Զվարթնոց օդանավակայանից 250 կիլոմետր շարավղով հեռավորության վրա, ապա գործող կոնցեսիոներն ունի առավելություն կառավարումը ստանձնելու, սակայն այս պարագայում Կապանի Սյունիք օդանավակայանը այս լրացմամբ դուրս է գալիս այդ կարգավորումից։ Սիրելի հայրենակիցներ, երկրպագուներ եւ ընթերցողներ։ Հայկական ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրական գրքի հայերեն տարբերակը կներկայացվի փետրվարի 7-ին Երևանում։ Հայ ֆուտբոլիստի խոսքով «Իմ կյանքը միշտ կենտրոնում» գիրքը իր համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Բոլորից սիրով հրավիրում եմ գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա փետրվարի 7-ին, Նյումեգի ձմեռային փառատոնին, Dwin Music Hall-ում։ Շնորհակալ եմ բոլորիդ աջակցության, հավատարմության եւ ընթերցելու համար։ Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչները երթ են արել դեպի Երևանում ՄԱԿ-ի գրասենյակ։ Սպուտնիկ Արմենիայի կադրերում տեսնում ենք, որ ակցիայի մասնակիցները բողոքում են Սիրիայում իսլամիստների գործողությունների դեմ, որոնց աջակցում է թուրքական կառավարությունը։ Երթին մասնակցում է նաև Հայաստանի քրդական համայնքի ղեկավար ԱԺ պատգամավոր Կնյաս Հասանովը։ Իր ելույթում նա կոչ է արել ՄԱԿ-ին, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Չինաստանի կառավարություններին ուշադրություն դարձնել Սիրիայում քրդերի ոչնչացման հարցին։ Սպուտնիկ Արաբիկի թղթակիցն ու այլ լրագրողներ Լիբանանում իսրայելական հարվածների թիրախ են դարձել։ Բեկորային թեթև վնասվածքներ են ստացել Ալ-Մայադին եւ Ալ-Մանար հեռուստաալիքների 5 լիբանանցի լրագրողներ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, թե հարվածներն ուղղված են եղել շիական Հեզբոլլա շարժման ռազմական ենթակառուցվածքներին։
lot of progress. Կարծում եմ մնացել է մեկ հարց չհամաձայնեցված։ Քննարկել ենք այդ հարցի բազմաթիվ տարբերակները։ Հայտարարել է ԱՄՆ-հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ուկրաինական հակամարտության կարգավորման մասին։ ԱՄՆ-ում կարծում եմ, որ ժամանակն է ավարտել պատերազմը։ I'm optimistic. Վիտքոֆը հայտարարել է, որ տրամադրված է Պուտինի հետ հաջող բանակցությունների։ Նա նշել է, որ երկրները մեծ առաջընթաց են գրանցել, իսկ իր այցը Ռուսաստան շատ կարևոր կլինի։ Վիտքոֆի եւ Պուտինի հանդիպումը նախատեսված է այսօր։ By the way, you have to the Ukrainian people here, you have an amazing negotiating team. Աթենքում տեղատարապ անձրևները ողողել են փողոցները, քաղաքում փակ են մանկապարտեզները եւ դպրոցները, կան հոսանքազրկումներ, երթևեկությունը կատվածահար է եղել։